Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Նիկոլ Փաշինյանը խոստանում է աղոթքի գնալ Մայր Աթոռ, արդյոք նաև կաթողիկոսին հեռացնելու։ Երևանն ակնկալում է, որ Ալիևը եւ Էրդողանը կժամանեն Հայաստան մասնակցելու եվրոպական գագաթնաժողովին։ Հրավերը բոլոր երկրներին է, որոնք որ մասնակցել։ Բաքուն հայտարարում է, որ շուտով կավարտի Զանգեզուրի միջանցքի շինարարությունը մինչև Հայաստանի սահման։ Քաղաքացիական պայմանագրի պատգամավորները դեմ են քվեարկել արցախցիների վերադարձի երաշխիքներ պահանջող բանաձևին։ Արքայազն Նենդրյունն էլ արքայազն չէ։ Նախ-եկեղեցու շուրջ զարգացումները, արդյոք Նիկոլ Փաշինյանը Հովհանավանքի հավաքը կտեղափոխի նաև Էջմիածին, վարչապետն այսօր թափանցիկ ակնարկել է։ Այս կիրակի էլ նա մասնակցելու է պատարագի, որը Մայր Աթոռը ապօրինի է ճանաչել։ Կարգալույծ արված քահանան էլ հրաժարվում է ազատել եկեղեցու խորանը, չնայած Էջմիածնի պահանջին։ Նիկոլ Փաշինյանը դանդաղ, բայց վստահ քայլերով մոտենում է Մայր Աթոռին։ Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհանավանքում, հետո նաև Մայր Աթոռում։ Վեհափառին գահից իջեցնելուց առաջ, թե հետո է աղոթելու, վարչապետը առայժմ չի հստակեցնում։ Նրա սոցցանցային ուղիղ եթերի առիթը Էջմիածնի երեկվա հաղորդագրությունն էր։ Այստեղ Մայր Աթոռը կարգալույծ քահանայի ծեսը Հովանավանքում Փաշինյանի ու նրա աջակիցների համար անվանում է սրբապիղծ բեմականացում, մեջբերում։ Իշխանությունների հովանավորմամբ Հովանավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք եւ անվավեր են, իսկ Հովանավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Պղծության չեմպիոնը աղոթքը պղծություն է որակել, զայրացել է վարչապետը։ Պղծությունը դա չէ, այլ այն, որ կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտը խախտել եւ երեխա որոշ տեղեկություններով երեխաներ ունի եւ այլն եւ այդպես շարունակ չասեն։ Փաշինյանը պղծության օրինակներ էլի ունի, օրինակ այն, որ նրա տպավորությամբ վեհափառը Աստծուն չի հավատում, տնտեսական գործիչ է։ Պղծությունն այն է, որ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի հոգևոր կյանքը տարել է փակուղի եւ ըստ էության կաթողիկոսական գործունեությունը վերածել արտահանումների, ներմուծումների, փողի բաշխման, արքի ու վաճառքի։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը վարչապետի Մայր Աթոռում աղոթելու պլանը հերթական սպառնալիք է համարում։ Այս ամեն ինչը եւ ժողովրդավարության սահմաններից դուրս է, եւ օրինականությունից դուրս է, եւ որևէ առողջ բանականությունից դուրս է։ Ես չգիտեմ այդ հայտարարությունների հիմքում կամ այդ հայտարարությունները իրենց հոգևոր զգացումների եւ ապրումների մեջ ինչպես են հիմնավորվում, բայց համենայն դեպս նման հայտարարությունների հիմքում որևէ հոգևոր եւ անկեղծ զգացումներ ես չեմ տեսել։ Տեր Եսային շեշտում է, օրինական ճանապարհն են գերադասում։ Հովանավանքը Մայր Աթոռի սեփականությունն է։ Այնտեղից չհեռացող Ստեփան Ասատրյանի կարգալույծ քահանայի քայլը ապօրինի ներխուժում։ Ոստիկանություն են դիմել, բայց ըստ քահանայի նրան այնտեղից հեռացնող չկա։ Այդ ամեն ինչը ժամ առաջ պետք է դադարեցվի եւ օրենքի առումով սա շատ հստակ է մեզ համար։ Ինչ վերաբերում է իրավապահներին, այո, մենք ունենք այդ մտահոգությունը, որ իրավապահ համակարգը այս ամեն ինչի մեջ մեղմ ասած հապաղում է կամ անգործության է մատնված։ Սովորաբար ոստիկանությունն արագ է գործում, ինչու են այս դեպքում անգործության մատնվել, տարակուսում է քահանան։ Հովանավանքն այժմ կարգալույծ քահանայի տիրապետության տակ է, ըստ Մայր Աթոռի բռնազավթված, այստեղ մուտք չունեն վանքի մյուս հոգևոր սպասավորները։ Էջմիածնից պնդում են Հովանավանքում կարգալույծ քահանայի ձեռամբ կատարվող կնունքն ու պսակը հոգևոր արժեք չունեն, անվավեր են։ Եթե մարդը այնտեղ պսակադրվում է եւ կամ մկրտվում է տվյալ անձի կարգալույծ քահանա հոգևորականի ձեռամբ, այդ մկրտությունը մկրտություն չի եւ այդ պսակը պսակ չի։ Այսինքն, եթե այդ անձը հետո ուզենա գնալ որևէ այլ եկեղեցի պսակադրվելու, իրան պետք է մկրտենք նորից։ Այսինքն դա նորից չի, որտեղ նախորդ կատարած ծեսը անվավեր է։ Խնդիր կա, կեղտ կա, մեղք կա
Նախկին քահանան օրեր առաջ, երբ վանքի տարածքից դուրս էր անում Արագածոտնի թեմի հոգևորականներին, որ եկել էին ծանուցելու, որ պիտի հանձնի բանալիները, մի արտահայտություն արեց, որը սակայն աննկատ մնաց։ Կարգապահական մարմինը ոչ բոլոր անդամներն են անգամ ստորագրել։ Կարգապահական հանձնախմբում ընդամենը 5 բարձրաստիճան հոգևորական կա։ Ազատության տեղեկությամբ Տեր Արամին քահանայական կարգից զրկելու որոշմանը դեմ է եղել թեմերից մեկի առաջնորդ եպիսկոպոսը։ Նա մեկնաբանությունից հրաժարվեց, միայն ընդգծեց, որ իր մղումն այն է եղել, որ այս ամենը կանգ առնի։ Մեր տեղեկություններով Մայրաթորի պատերի ներսում էլ հովվերգական մթնոլորտ չէ։ Հոգևոր վերնախավում կան տեսակետներ, որ օրորի թեժացող այս հակամարտությունը պիտի հանգուցալուծվի ոչ թե Փաշինյանի ու նրա հետևորդների ճնշմամբ, այլ եկեղեցական կանոններով։ Եկող շաբաթ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է հրավիրվելու, ինչ օրակարգով հայտնի չէ։ Հոգևոր խորհուրդն է եկեղեցական իշխանության գործադիր բարձրագույն մարմինը։ Մայրաթորից այսօր միայն մեկ հայտարարություն է հնչել կաթողիկոսի օծման ու գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ պատարակ ու հայրապետական մաղթանք կլինի, երկրպագության համար մասունք դուրս կբերվի այս կիրակի։ Ձեր ներկայությունը նույն օրը Հովանավանքում կարգալույց քահանան նորից խորան կբարձրանա, նորից Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների առջև։ Ստեփան Ասատրյանը, նախկին Տեր Արամ քահանան, լրագրողների հետ շփումներում մի քանի անգամ ճիշտ չի խոսել։ Վերջին օրերին էլ համառ հարցերին ի պատասխան ուղիղ չի ասում փոխել է վանքի բանալիները դրամփականը, թե ոչ։ Գերադասում է այս պարզ տեղեկությունը ծածկել մարդկանց սրտի փականներից խոսելով։ Ադրբեջանի մերձիշխանական մի լրատվամիջոց երեկ հաղորդեց, որ Իլհամ Ալիևը չի այցելելու Երևան մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Պարբերականը մեկնաբանել էր, թե բարձր մակարդակի այցը առանց ստորագրված համաձայնագրի եւ պարտավորությունների կատարման վաղաժամ է։ Հաջորդ տարի Երևանում անցկացվելիք հավաքին հրավիրված է նաեւ Թուրքիայի նախագահը։ Հրավերը բոլոր երկրներին է, որոնք որ մասնակցել են, մենք ակնկալում ենք այնուամենայնիվ, չեմ համարում, որ սա վերջնական պատասխանը, մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրանց համար ստեղ հանգիստ լինի։ Հիմա որ գար ասելու եք, հա, հիմա էլ Ալիևն է գալիս Երևան, հիմա չի գալի ասում եք, վայ, բայց չի գալի, հիմա ո՞րն է։ Չգիտեմ, ես չեմ կարծում, որ նման հարց պետք է բարձրանա, մեր պաշտոնյաները նույնպես այցելել են Ադրբեջան եւ էլի պաշտոնյաներ կան, որոնք Հայաստան են այցելել, վերջերս падգամավորներ եկան Հայաստանի Հանրապետություն, այնուամենայնիվ այդ սառույցը պետքա կոտրել, այդ սառույցը կոտրվում է, ուրեմն պատրաստ եղեք, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ։ Ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները այցելելու են Ադրբեջան, իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը որ մեծագույն խնդրեմ է, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են եւ մենք այդ շփումները խորացնելու ենք եւ երբ որ ես ասում եմ մենք, ես նկատի ունեմ, որ դա նաեւ իմ ընկալմամբ, իմ վերջի շփումների հետևանքով իմ ընկալումն է, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի մինչև Հայաստանի սահման հատվածի շինարարությունը մոտենում է ավարտական փուլին։ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ էլ Բաքուն այսօր Ադրբեջանում հավատարմագրված 50-ից ավելի երկրների դեսպանների է տարել Զանգելան այդ շինարարությանը հետևելու համար։ Երևանում անցկացված Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստում նաև արցախցիների վերադարձի մասին բանաձև է շրջանառվել Հայաստանի ընդդիմության նախաձեռնությունը միջազգային երաշխիքներ ապահովել, որ հայերը տուն դառնան, աջակցություն չի ստացել առաջին հերթին Հայաստանի պատվիրակության իշխանական անդամների կողմից։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով իշխանական падգամավորները Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում 3 դեմ են քվեարկել իր 3 ընդդիմադիր մյուս գործընկերների եւ Եվրախորհրդարանի 2 սոցիալիստ падգամավորների առաջարկին, որով Ադրբեջանին պահանջ էր ներկայացվում միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքը իրենց հայրենիք։
դեմ քվեարկել են միայն ԿՊԱ-ականները։ Պատգամավորները Եվրանեստի քաղաքական կոմիտեի զեկույցի վերջնական տարբերակում էին առաջարկել փոփոխությունը։ Ըստ Արթուր Խաչատրյանի նախնական տարբերակում կոչ է եղել անդրադառնալ Ադրբեջանում պահվող գերիների եւ արցախցիների վերադարձի հարցին։ Իրենց գրավոր առաջարկի նպատակը ձևակերպումները հստակեցնելն է եղել։ Ի վերջո նախնական տարբերակն է ընդունվել։ Երևանում անցկացված նիստի տեսագրությունից պարզ է դառնում, երբ Արթուր Խաչատրյանը իրենց առաջարկին կողմ քվեարկելու կոչ է անում, նրանից հետո խոսք է վերցնում քաղաքացիական պայմանագրից Արման Եղոյանը Հայաստանի իշխանության դիրքորոշումը ներկայացնելու համար։ Officials who are in charge for Armenian foreign policy currently do not present such demand to Azerbaijan. Պարոն Խաչատրյանի նշած փոփոխությունը հետևյալն է. կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին եւ այլ պահվող անձանց։ Մենք սրան դեմ չենք, բայց շարունակությունը հետևյալն է. ապահովել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի անվտանգ հավաքական վերադարձը իրենց հայրենիք միջազգային պաշտպանության ներքո։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաները նման պահանջ չեն ներկայացնում Ադրբեջանին։ Armenian foreign policy currently do not present such demand to Azerbaijan. Լուսատախտակին կոնկրետ քվեարկողների անունները տեսանելի չէին։ Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի պնդմամբ դեմ են քվեարկել իշխանական 4 պատգամավորներ, որոնցից մեկը Մարիա Կարապետյանն է եղել, մյուսը Սարգիս Խանդանյանը, բայց քանի որ մեծամասնությունը ձեռնպահ է քվեարկել, կողմ ձայները բավարար չեն եղել փոփոխությունն ընդունելու համար։ Ազատության հետ զրույցում ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հաստատեց, որ դեմ է քվեարկել։ Գրավոր պատասխանում նույն հանձնաժողովի պատգամավոր Մարիա Կարապետյանը ըստ էության չհերքեց։ Հայաստանի արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը չի ներառում Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի կառավարող ուժի պատգամավորները իրենց ելույթներում եւ քվեարկություններում բնականաբար հետևում են կառավարող ուժի արտաքին եւ անվտանգային քաղաքականությանը։ Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի խոսքով քվեարկությունից առաջ եվրոպացի գործընկերները իրեն գրել են, որ Հայաստանի կառավարությունը աշխատանքներ է տանում, որ պատգամավորները կողմ չքվեարկեն առաջարկին։ Անուններ Խաչատրյանի խոսքով չեն տվել։ Նրանք տարան լոբինգ արեցին, որպեսզի փոփոխությունը չանցնի։ Կողմ չքվեարկել, դեմ է քվեարկել, բայց չասել, որ դա Հայաստանի քաղաքականությունը չի, մարդկանց չհորդորեին կողմ չքվեարկել։ Հաջողներին, որ յուրաքանչյուր մարդ քվեարկեր իր ուզածով, իր որոշումով, ապա կանցներ, որովհետև այդ նույն եվրոխորհրդարանականները Եվրոպայում այդ տեքստին կողմ են քվեարկել։ Կառավարող ուժի պատգամավորներն ընդդիմադիր պատգամավորների առաջարկների վերաբերյալ նախահարցակ կարծիք չեն հայտնել ոչ մեկի եւ մասնավորապես Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին։ Ընդդիմությունը տեղի ունեցածը Ադրբեջանին հաճոյանալ է որակում։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է ենթարկվել Ալիևի բոլոր պահանջներին, քանի որ ինքը գիտակցում է, որ իր պաշտոնավարումը եւ վերընտրությունը ամբողջապես կախված է Ալիևի կապրիզից։ Իրան պետք է մի թղթի կտոր, որի վրա գրված լինի խաղաղություն, տակը լինի Ալիևի ստորագրությունը, որ ինքը գնա եւ ասի, տեսեք, մենք արդեն խաղաղություն ենք հաստատել։ Փաշինյանի թիմակից ազգային ժողովի նախագահը հարց է տալիս. կա մեկը, որը կարող է հայտարարել, որ կապահովի հայերի վերադարձը Ղարաբաղ։ Դա մեծ խոսալով չի, կենացներ ասելով չի։ Բնական է, որ ինչ որ ժամանակ անց, այո, ինչ որ մարդիկ, երբ որ հարաբերությունները կնորմալանան, կարող են գնալ միգուցե իրանց տներում ապրեն, եթե այդ հնարավորությունը լինի։ Իհարկե դա, բայց այսօր խոսալ էդի ինչ կենաց։ Ուզում հասկանամ ում ենք մենք բանանում ձեռք առնում, էլի լուրջ։ Այսինքն հիմա Ղարաբաղի բնակիչներ կան, մարդիկ կան, ուզում են այդքան Հայաստանի իշխանությունը ասում է, չէ, մի գնացեք, մենք դեմ ենք։ Ազգային ժողովի նախագահը իր կուսակիցների քվեարկությանն այսօր չանդրադարձավ։ Երբ լրագրողները հարցնում էին եվրոպացիների քվեարկության վրա ազդելու մասին, պնդում էր չգիտի ինչի մասին է խոսքը։ Ադրբեջանը Եվրանեստի Երևանյան նիստին հրաժարվել էր մասնակցել, քննադատելով Եվրախորհրդարանի հայտարարություններն ու պնդելով, թե դրանք հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Զուգահեռ Բաքվում դատում են Արցախի ղեկավարությանը առանց անկախ լրագրողների ու իրավապաշտպանների տարեսկզբից ընթացող նիստերի մասին հաղորդում են միայն պետական քարոզչական հարթակները, այն էլ ինչպես հնարավորության դեպքում բանտից բարձրաձայնել են հայերը, սուտ ու կեղծիք։
Место рождения обвиняемого указан город Խանկյանդի, Азербайджанская ССР, а в паспорте Армянская ССР. Բաքվի զինվորական դատարանում քննության առարկա է դարձել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ծննդյան վկայականն ու անձնագիրը։ Ադրբեջանցի մեղադրողը մասնավորապես հարց է տվել Հարությունյանին, թե ինչու է նրա ծննդյան վկայականում գրված, որ ծնվել է Ստեփանակերտում ադրբեջանական ԽՍՀՄ-ում, իսկ արդեն անձնագրում որպես ծննդավայր նշված է Հայաստանի ԽՍՀՄ։ Արդյոք սա նշանակում է, որ Հայաստանը Ղարաբաղը համարում է իր տարածքը։ Արայիկ Հարությունյանին հարցրել է պետական մեղադրող Վյուսալ Աբդուլլաևը։ Не означает ли это, что Армения считает Карабах своей территорией? Անկախ լրատվամիջոցների եւ միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատական նիստից մանրամասներ է հաղորդում ադրբեջանական պետական Ազերթաջ գործակալությունը, նշելով, թե Արայիկ Հարությունյանը խուսափել է պատասխանել ադրբեջանցի մեղադրողի այդ հարցին, հայտարարելով, թե երբեք այդ խնդիրը չի քննարկել Հայաստանի իրավասու մարմինների հետ։ Заявив, что никогда не обсуждал этот вопрос с соответствующими органами Армении. Իդեպ ավելի քան 2 տարի Բաքվում անազատության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարը դատարանում նաև պարզաբանումներ է ներկայացրել, թե ինչով են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անձնագրերը տարբերվել Հայաստանի քաղաքացիների անձնագրերից։ Միակ տարբերությունը ըստ նրա եղել է 070 կոդը։ Ըստ պետական Ազերթաջի Արայիկ Հարությունյանն ասել է, թե 070 կոդը հատուկ նշվել է այն բանի համար, որպեսզի այդ անձնագիրն ունեցող Արցախի քաղաքացիները չկարողանան մասնակցել Հայաստանում անցկացվող ընտրություններին։ Ամեն дեպքում նա нշել է, որ այդ անձնագրերով արցախցիները կարողացել են արտերկիր մեկնել եւ շրջագայել որպես Հայաստանի քաղաքացիներ։ Лица с указанным кодом паспорта не могли участвовать в выборах и голосовании, проводимых в Армении. Իդեպ նախորդին դատարանն ուսումնասիրել է Տավուշյան մարտերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սարդարապատում 2020-ի օգոստոսի 28-ին Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների պարգևատրման արարողության տեսանյութը։ 2020-ի հուլիսի 12-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ Հայաստանի սահմանը խախտելու փորձ է կատարել։ Հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու ադրբեջանցիների փորձը ձախողվել էր եւ կորուստներ կրելով հետ էին շպրտվել։ В видеоматериале премьер-министр Никол Пашинян награждает армянских военнослужащих в Сардарабаде. Ըստ Ազերթաջի հուլիսյան դեպքերի մասնակից զինծառայողների պարգևատրման տեսանյութը դիտելու միջնորդություն է ներկայացրել Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, թե ինչ նպատակով պետական լրատվամիջոցը որևէ տեղեկություն չի հաղորդում։ Միայն նշվում է, որ պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հենց այդ հանգամանքն էլ հետաքրքրել է մեղադրող դատախազին։ Վյուսալ Աբդուլլաևը հարցրել է, ինչու էր Հարությունյանը մասնակցում այդ արարողությանը եւ ինչ կարգավիճակով։ Արայիկ Հարությունյանն ասել է, թե նման միջոցառումներին արցախցի պաշտոնյաները մշտապես են հրավիրվել։ Представители самопровозглашенной структуры постоянно приглашались на подобные мероприятия. Ադրբեջանցի պետական մեղադրողը նաև Արայիկ Հարությունյանին հարցրել է, թե ինչ նպատակով են Տավուշյան իրադարձություններից առաջ 2020-ի հունիսի 19-ին Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդները համատեղ նիստ անցկացրել եւ ինչ հարցեր են քննարկվել։ Դատախազը հետաքրքրվել է, եթե Տավուշի հուլիսյան դեպքերը որևէ կապ չունեին Լեռնային Ղարաբաղի հետ, ինչպես պնդել է Արայիկ Հարությունյանը, ապա ինչու է համատեղ նիստ անցկացվել։ Ըստ Ազերթաջի Արցախի նախկին նախագահն ասել է, թե քննարկել են Հայաստանի անվտանգության, մարտունակության, ինչպես նաև պատերազմի հնարավոր սցենարները։ Обсуждались вопросы безопасности Армении, состояние боевой готовности армии и возможные сценарии войны. Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է մի շարք ծանր հանցագործությունների, Ադրբեջանի դեմ պատերազմ իրականացնելու ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման եւ այլ հոդվածներով։ Դատելով նախորդին Արայիկ Հարությունյանին ուղղված հարցերից կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը նաև փորձում է 2020-ի Տավուշյան դեպքերին Արցախի մասնակցությունն ապացուցել։ Սեպտեմբերին Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո 23 հայ գերիները փաստացի հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Նրանց առողջական վիճակի ու պահման պայմանների մասին որևէ անաչառ տեղեկություն հարազատներին ստանալ չի հաջողվում։ Լրատվական եթերում օրվա լուրերն անընդհատ թարմացվում են նաև մեր Telegram-ի ալիքում, իսկ այս թողարկման երկրորդ հատվածի թեմաներն են։ Անհետ կորածի հորեղբայրը բանտից ուղարկվեց տնային կալանքի։ Անկախ նրանից դաժե եթե իմ կալանքը շարունակել են, միևնույն է ես համոզված եմ, որ այս տնողները չէին լռել։ Արքայազնն Էնդրյունն էլ արքայազն չէ։
Կառավարության կողմից ձախողում ու խայտառակություն որակված անիֆի մասին տապալած մի քանի նախագծերից կոռուպցիոն սկանդալներից հետո պետական աջակցության հիմնադրամն ի վերջո լուծարվեց պետությանը թողնելով միլիոնների ծախսերը, բայց պատմությունը դեռ չի ավարտվում։ Անիֆը լուծարվում է, անիֆի դուստր ձեռնարկությունը շարունակում գործել։ Չնայած կառավարությունը լուծարել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, անիֆը դրա դուստր ձեռնարկությունը ձեռնարկատեր գումարած պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ ՓԲ-ն շարունակում է գործել, այն լուծարելու որոշում չկա։ Ազատություն ռադիոկայանին հայտնել են պետական գույքի կառավարման կոմիտեից։ Ձեռնարկատեր գումարած պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ ՓԲ-ն, որը անիֆի ներդրումները կատարող հիմնական ընկերությունն էր, ներկայում ունի 7 աշխատակից, տնօրենի պարտականությունները կատարող հաշվապահներ, իրավախորհրդատուներ, մոնիթորինգի մասնագետ։ ՓԲ-ն շարունակում է բաժնետեր մնալ 8 ընկերություններում, ինչպես նաև 1 ներդրումային ֆոնդում։ Գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ։ Փաստացի, կառավարությունը մի կողմից խոստովանում է, որ անիֆի գործունեությունը ձախողում էր եւ խայտառակություն, մյուս կողմից պահում է իր բաժնետոմսերը այս 8 պորտֆելային ընկերություններում, ներդրումներ, որոնցից մի քանիսը վիճահարույց էին։ Դրանցից մեկը CFW ՓԲ-ում էր, որի հետ կապված կա նաև քրեական վարույթ։ CFW-ն ավելի քան 1.5 միլիարդ դրամ էր ստացել հիմնադրումից 1 շաբաթ անց Հայաստանում կիբերանվտանգության կարողություններ ներդնելու նպատակով, բայց ծրագիրը ձախողվել է։ CFW-ի տնօրենը Երևանի քաղաքապետ Անիֆի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է Կարինե Անդրեասյանը։ Վերջինիս նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում։ Ձեռնարկատեր գումարած պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչը մոտ 960 միլիոն դրամ էր ներդրել նաև Berry Mount ընկերությունում ելակի ջերմոցի կառուցման համար։ Berry Mount-ի սեփականատերը Ավինյանի համադասարանցին է Դմիտրի Ալեքսեյենկոն։ Անիֆի այս խիզախ եւ շատ կարևոր մասնակցությունը թույլ կտա հաղթահարել այդ խնդիրները եւ մենք չնայած ծանր իրավիճակին կկարողանանք զարգացնել մեր արտադրությունը։ Մեկ այլ ներդրում 797 միլիոն դրամի չափով Անիֆի նախկին դուստր ընկերությունը կատարել էր Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող Ապագա Projects ընկերությունում։ Ապագա Projects-ում ներդրումներից հետո ընկերության համասեփականատերերը ձեռնարկատեր գումարած պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ ՓԲ-ին մեղադրել էին վատ կառավարման Ապագա Projects-ին խոչընդոտելու մեջ։ Ներկայում Ապագա Projects-ը սնանկության դատական գործընթացի մեջ է։ 277 միլիոն դրամ էլ ներդրվել էր Դոմ Արենա ընկերությունում Երևանում Hard Rock ռեստորան հիմնելու համար։ 2023-ի գարնանը հայտնի դարձավ, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Անիֆի դուստր ընկերության միջոցով հանրային սննդի ոլորտում ներդրումներ կատարելու որոշումը խնդրահարույց է համարել։ Ազատությունը վերջին ամիսներին փորձել է ստանալ բաժնետիրական համաձայնագրերը, որոնց հիման վրա կատարվել են այս ներդրումները։ Պետական գույքի կառավարման կոմիտեն փաստաթղթերը չի տրամադրել, առաջարկելով դրանք ստանալ ընկերություններից։ Անհասկանալի են նաև այդ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները։ Պետգույքից մի քանի ամիս առաջ Ազատությանը հայտնել էին, որ դրանց երրորդ անձանց բացահայտման իրավաչափության հարցը պարզելու համար անհրաժեշտ է կատարել հավելյալ ուսումնասիրություն։ Արդյունքում անհնար է պարզել բյուջեից ստացված ներդրումներով աշխատող ընկերությունները ֆինանսական ինչ վիճակում են, այդ ներդրումները որքանով են արդյունավետ եղել, ինչ շահույթներ են բերել։ Երբ որ ասվում է Անիֆը անարդյունավետ էր, Անիֆի վրա պետությունը ծախսել է 4.19 միլիարդ դրամ, Անիֆի ստեղծած դուստր ընկերությունները 5.5 միլիարդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը։ Անիֆը լուծարելու որոշում կառավարությունն ընդունեց 2024-ի մայիսին եւ միայն 2025-ի հոկտեմբերի 16-ին իրավաբանական անձանց ռեգիստրում նշվեց, որ ընկերությունը լուծարման փուլում է։ Իդեպ այդ ողջ ընթացքում շուրջ 1.5 տարի Անիֆում շարունակել են աշխատել տնօրեն, հավաքահաշվապահ եւ իրավախորհրդատու։ Պետգույքի կոմիտեն հայտնել է, որ նրանք աշխատել են կեստրույքով, սակայն հրաժարվել է հայտնել, թե հստակ որքան աշխատավարձ են ստացել։ Կոմիտեի հետ գրագրությունից միայն մեկ բան է պարզ դարձել. 2025-ին լուծարվող ընկերության աշխատակիցներից մեկը փետրվարին անգամ պարգևավճար է ստացել 250,000 դրամի չափով։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Ղուկասյանի ընտանիքը ահազանգում էր նրա առողջական խնդիրների մասին։ Նա կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության հետ միջադեպից հետո։ Լավ եմ, բարև։
Այսինքն ի վերջո կպարզաբանեք մեքենայից ինչու վերցրեցիք ձեռնափայտը, ինչ նպատակով։ Ուրեմն ժողովուրդ ջան, այդ ձեռնափայտը տարին 12 ամիս իմ մեքենայի մեջ է։ Երբ որ ես այդ պահը մեքենայով մոտեցա, տեսա, որ ռազմական ոստիկանության աշխատողները, որոնք քանակապես մեզանից մի քանի անգամ ավելի շատ էին, որ այս ծնողներին սենց ֆուտբոլի գնդակի պես ռեժիսյան էին տանում, էին ու երբ որ ես տեսա, որ խփում են, ես ձեռնափայտը նախ վերցրել եմ առաջինը, նոր էլ որ դալիճ մտա, սենց արեցի, հիմա ինչ սպառնում եմ։ Ղուկասյան, դուք տնային կալանքի տակ եք լինելու, ծնողների պայքարը շարունակվելու է։ Բա ինչ է անելու։ Բոլորը կարծիք էին հայտնում, որ ձեզ կալանավորելը նաև ծնողներին լռեցնելու համար է, դուք ինչ կարծիք ունեք դրա համար։ Նաև, բայց միևնույնն է, անկախ նրանից դաժե եթե իմ կալանքը շարունակեն էլ, միևնույնն է ես համոզված եմ, որ այս ծնողները չէին լռելու։ Շիրակի մարզպետը պնդում է, որ մտադիր չեն Գյումրիում վերցնել իշխանությունը, քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն չունի ավականիում եւ հիմա, երբ քաղաքապետից բացի կալանավորված են նաեւ նրա խմբակցության այլ անդամներ, քաղաքապետարանում ձայների հարաբերակցությունը կարող է փոխվել։ Իշխանություն վերցնող մի կին գիտենք, մենք այդ լեգիտիմ ընտրություններն են, այլ որևիցե ձև իշխանություն վերցնելու մենք չգիտենք։ Լսել ենք, բայց ամեն դեպքում չենք օգտագործում, ինչ է տեղի ունենում Վարդան Ղուկասյանի կուսակցության կուսակցական գործընկերների հետ ավականի ցուցակը մեծ է, որովհետեւ մեկին եթե որը հրավիրում են իրավապահ համակարգի ինչ որ խնդիրներ պարզաբանելու, հաջորդը տեսակ մենք դեպքն ունենք իմ տեղեկություններով Գևորգ Ղուկասյանը մանդատը վայր է դրել, հաջորդն է վերցնելու այդտեղ գործընթացը, որը իր հունով գնում է, իրանք իրանց ներսի ներկուսակցական խնդիրներն են լուծում, մեծամասնություն կազմելու բան չկա այդտեղ, ոչ է նպատակա, ոչ էլ պատկերացում է դա ինչ ձևով կարելի է մեծամասնություն կազմել, որովհետև իրանց ավականիները հերթով գալիս իրանք քանակը լրացնում են, այլ ընդդիմադիր ուժերը եւս իրենց տեղում են ու պնդել, որ մեր իշխանությունները տարբեր կողմերի վրա ուժ են գործադրում, որովհետեւ ուժ չկա, այդ մարդիկ իրանց համար իրանց աշխատանքին է։ Իսկ Վանաձորում խորանում է անորոշությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը մեկ օրվա տարբերությամբ իրար հակասող որոշումներ է կայացրել։ Նախորդին վերացրել էր Վանաձորի ավականու վրա դրված արգելանքն ու իրավունք տվել համայնքի ղեկավար ընտրել, իսկ այսօր համայնքապետարանը նոր որոշում է ստացել, որով արգելանքն ուժի մեջ է մնացել։ Հարկադիրի տրամաբանությամբ, եթե հայցի ապահովման մասով պետքա գնար գործը, այս փաստացի կարա անվերջ ուղղակի գնա, ընդհանուր 2026-ից հետո է, որովհետև որևիցե դատարան այլևս չի անդրադառնալու արգելանքին, որովհետև չկա հայցի ապահովման միջոց։ Ու լուսավորի հայցից հրաժարումով այլևս ոչ մեկ չի անդրադառնալու այդ արգելանքին, ոչ մի դատավոր։ Հիմա փաստացի ստացվելու է, որ դա անվերջ ձգվող մի հատ process է անելու, որ փաստացի այս տրամաբանությամբ գնալով չեն կարող 2026-ի նաև հերթական ընտրություններ իրականացնել, որովհետև ավականու լիազորությունները, նոր ավականու լիազորությունները սկսում է, երբ որ դադարում է մյուս ավականու լիազորություններից, եւ հետեւաբար սրանով փաստացի ավելի մեծ կոլապսի մեջ ենք մտնելու, որը իրավաբանության հետ որևիցե աղերս չունի։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այսօր կրկին նիստ է անցկացրել, անկախության հռչակագրի հարցը չի քննարկվել։ Ադրբեջանն է պահանջում այն հանել սահմանադրությունից, պնդելով, թե դա Ղարաբաղի մասին հիշատակումը տարածքային պահանջ է։ Ձեր կյանքում կամ ձեր ընթերցողի կյանքում անկախության հռչակագրի առկայությունը կամ բացակայությունը ինչ-որ բան երբևիցե փոխել է։ Սահմանադրության տարբեր կարգավորումներ կարող են ասել, որ մարդկանց կյանքի վրա ազդում է, բայց անկախության հռչակագրի հղումը, որ նույնիսկ սահմանադրության կարգավորում էլ չի, իմ համար ընդհանրապես էական հարց չի։ Թեև կրթության եւ գիտության նախարարությունը չի ընդունում, որ գիտության ֆինանսավորումը նվազել է, բայց թվերը եւ գիտնականների փաստարկները հակառակի մասին են։ Եվ իսկական ժամանակն է, ինչքան էլ ուշացած, որ Հայաստանի կառավարությունը լուրջ ներդրումներ անի գիտության ոլորտում։ Դա կարելի է ասել եւ գնալ գործ անել, հա, իսկապես այնպես անել, որ ապագան հիմնված լինի գիտության եւ տեխնոլոգիաների վրա, կարելի է ասել եւ ոչինչ չանել հետո։ Մենք ցավոք սրտի երկրորդն ենք տեսնում։
Վարչապետի այս խոսքերից 2 տարի էլ չանցած 2026-ի պետական բյուջեի նախագծում ոչ թե մեծացող ներդրումներ ենք տեսնում, այլ ուղիղ հակառակը։ Գործադիրը նախատեսում է գիտության ֆինանսավորումը շեշտակի 20%-ով կրճատել, երկրի զարգացման համար անկյունակարային բնագավառից կտրելով միանգամից $17 միլիոն։ Գիտությունը եւ տեխնոլոգիաները ցանկացած երկրի համար գործիք են հզորանալու։ Մենք այդ գործիքը չենք օգտագործում, որովհետեւ մեր կառավարությունը չի զբաղվում դրանով համակարգային։ Հիմա ավելի մանրամասն հաջորդ տարի գիտության ոլորտին նախատեսում են մոտ $71 միլիոն հատկացնել։ Այս տարվա ծրագրով այն 88 միլիոնի է հասնում, անգամ 2024-ին գիտության ֆինանսավորումն ավելի մեծ է եղել, հասնելով $75 միլիոն։ Պաշտոնական տվյալները փաստում են 2021-ին գիտության ոլորտին տրամադրված մոտ $40 միլիոն այս տարի ավելի քան կրկնապատկվել է։ Այժմ սակայն կառավարությունը որոշել է փոխել մոտեցումը ու ֆինանսավորումը 2024-ից էլ ցածր մակարդակի իջեցնել։ Ընդհանուր առմամբ անհամակարգային, չհամակարգված եւ ոչ նպատակային գործունեություն է տեղի ունենում մեր կառավարության կողմից։ Իրենք կարծես ոնց որ զբաղված են ամեն ինչով, բացի այն ամենակարևորագույն հարցերից մեկը, որը երկրի մրցունակության բարձրացումն է, գիտական հետազոտությունների եւ մշակումների ոնց որ ֆինանսավորման միջոցով։ Նույն ինստիտուցիոնալ բացերը, որ կա Հայաստանում, որ ցանկացած ինքնիշխանություն ամրապնդելու ձգտող պետություն այդպիսի բաց իրան թույլ չի տա, հա, իրենք վաղուց են այդ բացերը փակել։ Հայաստանը դեռ ունի եւ փոփոխություններ այդպես մոտակա հորիզոնում դեռ չեն երևում։ Իսկ կոնկրետ որ ուղղություններում կրճատումներ կլինեն։ Եթե այս տարվա բյուջեով դրամաշնորհային գիտական հետազոտությունների համար ավելի քան $23 միլիոն են նախատեսել, 2026-ին ծրագրում են առավելագույնը $17 միլիոն հատկացնել։ Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու ծրագիրը կրճատվում է 2 անգամ։ Այս տարվա ավելի քան $14 միլիոնի համեմատ 2026-ին $7.5 միլիոն են նախատեսում։ Այսպիսի կենտրոնների թիվը նախատեսում են 5-ով նվազեցնել, կկրճատվի նաև համապատասխան սարքավորումների քանակը։ Ներկայացված նախագծով ոչ մի լումա չեն պատրաստվում հատկացնել արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացմանը։ Սա դեռ ամենը չէ, գործադիրը ծրագրում է հաջորդ տարիներին գիտության ֆինանսավորումն էլ ավելի կրճատել։ 2028-ին այն կնվազի ներկայիս փոխարժեքով մինչև $65 միլիոն։ Այս ամենին զուգահեռ կառավարությունը ծրագրում է հաջորդ տարի $13 միլիոն հատկացնել ակադեմիական քաղաքին։ Փաստաթղթերից պարզ չէ, թե ինչ են պատրաստվում անել այսքան գումարով։ Ծրագիրը շատ հակիրճ են նկարագրել, շարունակել ակադեմիական քաղաք նախագծի իրականացումը, ակադեմիական քաղաք հիմնադրամին պետական աջակցությունը եւ ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման համար միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն ու պայմանագրերի սպասարկումը։ Կառավարությունն այդ քաղաքում նախատեսում է տեղակայել բոլոր պետական բուհերը։ Հոսը Ուկրաինայից սկսենք Պոկրովսկի համար մարտերին զուգահեռ Ռուսաստանն այսօր ծանր հարվածներով թիրախավորել է Սումին։ Ռուսաստանը գիշերը հարվածել է Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումի քաղաքին, թիրախավորելով բազմահարկ բնակելի շենք, սեփական տներ եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության հարվածների հետևանքով վիրավորվել է 11 մարդ, այդ թվում 4 երեխա։ Ռուսական զորքը հարվածել է նաեւ Դնեպրի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձում հայտնել է, որ ռուսական զինուժը 3 անօդաչուներով եւ բալիստիկ հրթիռներով դիտմամբ այնպիսի ինտենսիվ հարվածներ է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքներին, որպեսզի ուկրաինական կողմը չկարողանա որսալ բոլոր հարվածները։ Նրա փոխանցմամբ Սլավյանսկի ջերմաէլեկտրակայանում ռուսական հարվածներից 2 աշխատող է սպանվել։ Սա ուղղակի ահաբեկչություն է, նորմալ մարդիկ այս կերպ պատերազմ չեն վարում։ Աշխարհը պետք է համարժեք արձագանքի ռուսական ռազմական գործողություններին։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Ռուսաստանի մի շարք շրջանների, թիրախավորելով նաև էներգետիկ ենթակառուցվածքներ։ Վոլգոգրադի օդանավակայանն աշխատել է սահմանափակումներով։ Դիպեցկի մարզի հարավային շրջաններում անօդաչուների պատճառով հայտարարվել է տագնապի կարմիր մակարդակ։ Արդեն մի քանի օր իրադրությունը շարունակում է լարված մնալ ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքի շուրջ, որտեղ Ռուսաստանը մեծ ուժեր է կուտակել եւ փորձում է գրավել այն։ Ըստ ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Կովալենկոյի, ռուսական զինուժն անընդհատ փոքր դիվերսիոն խմբեր է ուղարկում, որոնց նպատակն է ներթափանցել քաղաք։ Վերլուծաբանի կարծիքով Պոկրովսկում իրավիճակն անշրջելի չէ։ Պոկրովսկում իրավիճակը իսկապես շատ բարդ է եւ շատ դժվար, բայց այն փուլում չէ, որ այս խնդիրը հնարավոր չլինի լուծել։ Այսինքն իրավիճակը կայունացնելը լիովին հնարավոր է։ Չնայած պատժամիջոցների միջոցով դեռ
դեռ չի հաջողվում Ռուսաստանին ստիպել, որ հրադադար հաստատի, Ուկրաինայի նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության պատժամիջոցներն արդեն արդյունք են տալիս, ու եթե դրանք խստացվեն, Մոսկվան ավելի շատ կորուստներ կկրի եւ պատերազմը ֆինանսավորելու ավելի քիչ հնարավորություն կունենա։ Ըստ նրա, հաջորդ տարի վնասները կհասնեն մոտ 50 միլիարդ դոլարի, իսկ դա լուրջ պատճառ է, որ Ռուսաստանը դադարեցնի պատերազմը։ Պոլիտիկոն գրում է, որ ռուսական նավթավերամշակող խոշորագույն ընկերություններից Լուկոյլը ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառով փլուզման եզրին է։ Ընկերության աղբյուրներն ամերիկյան պարբերականին ասել են, որ նավթային հսկայի եկամուտն առաջիկայում կարող է նվազել 30%-ով, քանզի ընկերությունը ստիպված է վաճառել նավթավերամշակման 3 գործարան եւ 5000 լցակայանների մոտ կեսը։ Obsidian Risk Advisors խորհրդատվական ընկերության փորձագետ Բրետ Էրիքսոնը Bloomberg-ին ասել է, թե Միացյալ Նահանգների նախագահը կողմ չէ պատժամիջոցների խստացմանը։ Ըստ նրա, այդ մասին է վկայում այն, որ Չինաստանի ղեկավարի հետ հանդիպմանը Թրամփը չպահանջեց հրաժարվել ռուսական նավթից եւ փաստացի նախընտրում է կայունացնել Պեկինի հետ հարաբերությունները։ Եթե Թրամփը չի բարձրացնում ռուսական նավթը չգնելու հարցը Սի Ցինփինի հետ, դա խարխլում է պատժամիջոցների ամբողջ հայեցակարգը։ Չի կարելի պնդել, որ Վաշինգտոնը անտեսելով ռուսական նավթի խոշորագույն գնորդներից մեկին խիստ է վարվում Մոսկվայի նկատմամբ։ Reuters-ը գրում է, որ վերջին ամիսներին Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակումների ժամանակ կիրառել է 9 M729 նովատոր թևավոր հրթիռներ, որոնց գաղտնի մշակման պատճառով Թրամփն իր առաջին պաշտոնավարման ժամանակ դուրս եկավ միջին եւ փոքր հեռահարության միջուկային հրթիռների վերացման մասին ռուս-ամերիկյան պայմանագրից։ Այս ֆոնին ԱՄՆ փոխնախագահն անդրադարձել է միջուկային զենքերի փորձարկումները վերսկսելու նախագահ Թրամփի հանձնարարականին, պարզաբանելով, որ դրանք անհրաժեշտ են համոզվելու համար, որ երկրի միջուկային զենքերը սարքին վիճակում են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար կարևոր է վստահ լինել, որ մեր միջուկային զինանոցն իսկապես սարքին է։ Մենք գիտենք, որ այն սարքին է, բայց դա պետք է ժամանակ առ ժամանակ փորձարկվի, եւ նախագահը պարզապես ուզում է համոզվել, որ անում ենք դա։ Financial Times-ը գրում է, որ Վաշինգտոնը չեղարկել է Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի Բուդապեշտում նախատեսված հանդիպումը, երբ կոշտ պահանջագիր է ստացել Մոսկվայից։ Ըստ պարբերականի Ռուսաստանը նախապայմաններ է դրել Կիևի առջև գնալ տարածքային զիջումների, կրճատել զինուժն ու երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ին չանդամակցելու մասին։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III եղբայրը Էնդրյուն մանկապղծության համար մեղավոր ճանաչված Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի պատճառով կզրկվի արքայազն տիտղոսից եւ կլքի նստավայրը։ Արքայազն Էնդրյուն Վինձորի իր տանը հյուրընկալել էր Էփշտեյնին, երբ արդեն 2 ամիս է հայտնի էր, որ Միացյալ Նահանգներում նրան ձերբակալման օրդեր են տվել անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության համար։ Այս թողարկմանն այսքանը, օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում, այցելեք մեր կայքը ազատություն.am, կհանդիպենք։